սիրել կենդանի ժամանակ։ Այս խոսքերը պատկանում են հայ մեծ գրող, բանաստեղծ, մանկագիր Հովհաննես Թումանյանին։ Մարդ, ով իր ամբողջ ստեղծագործությամբ քարոզեց բարություն, մարդասիրություն և կարեկցանք։ Հովհաննես Թումանյանի մասին։ Նրա անունը պարզապես դասագիրք չէ մեզ համար, այլ սեր և պատասխանատվություն։ Թումանյանը սովորել է Թիֆլիսի ներսյան դպրոցում, սակայն այն չի ավարտել։ Նա ստիպված էր աշխատել օգնել երիտանիքին։ Նրա կրթության մեծ մասը ինքնակրթություն է։ Նա անդադար կարդում էր, սովորում, զարգանում։ Նրա տունը դարձել էր մշակույթի կենտրոն։ Այնտեղ հավաքվում էին գրողները, մտավորականները և նկարիչները։ Մարդիկ այն անվանում էին վերնատուն։ Բայց եկեք խոսենք նաև նրա ներքին ցավի մասին։ Նրանց կյանքում շատ են եղել անձնական կորուստներ, ծանր հիվանդություններ, նա հաճախ կրել է ցավի միջից։ Այդ ցավից ծնվեց նաև Գիգորը պատմվածքը։ Շատերը այն ընկալում են ուղղակի պատմություն գյուղացի տղայի մասին, բայց այն շատ ավելի խորն է։ Պատմվածքում ամենացավալին ոչ թե միայն Գիգորի ճակատագիրն է, այլ այն, որ նրա շուրջը գտնվող մարդիկ ժամանակին չեն հասկանում իրենց սխալը։ Եթե Գիգորը ապրել այսօր, արդյոք նա կրկին մենակ կմնա, արդյոք մենք կլսենք նրան։ Թումանյանը գրել է մեկ դար առաջ, բայց նրա ցավը ժամանակ չունի, որովհետև Գիգորը միայն գրական հերոս չէ, նա ամեն մի անտեսված երեխա է։ Նա այն հայացքն է, որ օգնություն է խնդրում, իսկ մենք երբեմն չենք նկատում նրան։ Մի տարուս կտանեմ դուքան, կդասնեմ դուքանի աշակերտ։ Ու իդպես ինձպես կամաց կբարձրանը, վախենամ գողություն անի։ Չէ, ձերը մաքուր երեխայա, բայց եթե գողություն անի կտամ վզի կտաբրնեմ կքտեմ են քուրից են քուրը։ Էդ լավա, որ ձերը ուրիշի ապրանքին չի կպնի, ուրեմն մարդ կդառնա։ Չէ, ձերը մաքուր երեխայա։ Են ձեր գյուղի Նիկոլը որ կա վերջում մոտիցս գողություն արեց։ Հա։ Անունն ինչ է։ Գիգոր, աղա ջան։ Գիգոր։ Դե ես գնամ Գիգոր ջան, լավ կես, քեզ լավ նայեմ։ Նատո
Esti hametse. Ինչ կա Արտեմ ջան։ Նատո ջան, բայց իմացա։ Մեզ համար նոր գյուղացի ծառա են բերել։ Համասարդ իջած վայրենի ոսվոր լինեն։ Ոչինչ Նատո ջան, կսովորի, հոտես չի մնա։ Հարևաններին ինչ կխոսին մեր մասին, հա։ Ուզում չիմ հավ։ Վայ, 10 տարով համար ծառա են բերել, էլի հատու չի հատո, վայ։ Բերի, ուզումները չին հավնում, ոչինչ որդիս, ոչինչ Նատո ջան, սիրտը շուտույթ հավնիր։ Ախ, աստուծ, ես ինչ ցավերին գլխին, ես ինչ գաթաբերին գլխին։ Նատո, ես գիտեմ եմ շուկա։ Գիգոր ջան, գնա տուն, ոնց է չլնի աղջիկ պարոնին օգներ ու գործմոս կնինի։ Լավ, Edov եկեք, ինչ եք անում եք, բաններ աղջիկ պարոնին ասելու։ Չուստ, բարով եք եկել, համեց եք։ Գնահատազայնի դասը տան համար խնձոր ու բալ ուղարկի։ Դե չուստ։ Բարով եք եկել, ոնց ու ոչի։ Ոչինչ, ապրում ենք էլի։ Համեց եք նստեք։ Ay Mart, ես բան տեսակ չերի, բայր տեսակ ծառային, բան Նատո ջան։ Արտեմին ասում է, դուրս արավ որ չի գնա։ Ասում է, մեղքա, գեղատի տղա է, մի կտոր հաց է, կուտի կսովորի։ Օֆ, հետ ծառաների գործն է որ չի։ Լատա։
Աղջիկ պարոնի ներկասեց, որ բալը թանքը հարկավոր չի։ Լավ աղաչ։ Աղջիկ պարոն, միշկը դերեցի։ Լավ, գնա, գնա։ Աղջիկ պարոն, ազենաց այս բալը թանքը հարկավոր չի։ Ոչինչ, նոտո ջան, ես ինձ էլ է պատահում։ Ով գիտի, ինչ ասել չի հասկացել ես գոգրեն։ Ոսը տասի գյադին եմ։ Չուստ։ Ինչ եք ծիծաղում, հա, մաշվեցիք։ Ժամանակով է բալանում, որ ես գիտենար ինքերից կբերի։ Նոտո ջան, դե մենք քնացի։ Նատո ջան, ես ինչ է պատահել։ Ասում էի, դուրս արա գործի գնա։ Ինչ է արել։ Եկալ կաննես ղոնավների մոտ ասած, խազային ասած բալը թանքը հարկավոր չի։ Գրիգոր։ Ուրեմն ես քեզ ասում եմ գնա աղջիկ պարոնին ասա բալը թանքը հարկավոր չի, դու գնում ղոնավների մոտ ես ասում, թե բալը թանքը հարկավոր չի։ Ձենավիտո։ Ես։ Ոյ, աղջիկ ջան, որդի ջան, լիզկա, հանդսնոցի։ Բալը թանքը հա։ Ոչինչ, խազային է, տպասակի։ 5 օր տուն չգաս, կրսում է կքնես։ Նատո։ Հայ, դա ես մեր Գիգորը չի։ Այելի, ոչ թե անտեսի։ Ես աչքերից է կճանաչեի։ Կաշի մաստա տարել, ես դրան շորի սա շնորքի։ Բարով, պիծա, իմ երեխեքը ոնց է, իմ երը ոնց է, իմ հերը ինչի չեկա։ Հայ, համոյի հողը մեր տղին, ձեզ արիշ տղին ուր հասցրեց, մեր տղեկը հանդերը մխոզ են արձեսնում։ Իմ հերը ինչի չեկա, մեր կողը ծնել ա թե չէ, մեր գյուղը մարդներ էլ ա։ Չէ, Գիգոր ջան, ամենն է լավ են, շատ բարով են անում։ Են ասուդնանց Ղուկասը ներավ, մին էլ կուջուրանց պարավը, ձեր ծաղի կողն էլ, նիզանց կողից դեկողի ծնել և ընգար սատկեց։ Բայ մերը բան չի ուղարկե։ Ինչ ունեմ, որ ինչ խերկեն։ Դու ձերքան բան գիտես ոչ, ես տարել հացը հարակ է։ Խեշը ձեն ասում։ Նրանցից ինչ է դու, հերնից դուղ է դի։ Որտեղ է թողարկում, այդ կող չեմ ստանում։ Հերդ մենակ մարդ սաղկան բանջակն էլ մրին։ Հա, Գիգոր ջան, լավա քեզ տեսակ, հերդ նամական մրգի։ Հիմա ինչ ես ասում, ինքս էլ տեսին չենք, գնում ենք, թե մորը կամ կամապանը ինձ հայգելու, դու կամ է։ Չունեմ։ Համա ուզում եմ ես էլ ձերդ կամ, համերով, համեր գյուղին կարոտ եմ։ Արվայ, մենք է դիմացան կարդին մաղթես ավեր, թելոկացիլ ես, այդ տեսակ բան կասեն, այսը կեզ ավավար ասում է, շոր է թազար, ուտ ձեր դիսակ, ինքր ասում ենք մի երեխանց է, բերենք, տեղանես, մաղթական, դու ինչ ես ասում։ Մեն որ ասում են խոզի գլուխը դերի խալիջին, գլով է ինգավեն ցեղը, իսկը իր համար են ասել։ Դե մենք գնացին Գիգոր ջան, ոչ արկած, ոչ դիսիրըտ կոցին։ Իմ սիրելի որդի Գիգոր ջան, իմ քաղաքը թիրքից։ Մենք ողջ եւ առողջ ենք։ Միայն քո ողջությունն ենք ուզում։ Ամենը քեզ շարք կարոտով բարով են անում։ Ապին, նանը, զանին, մոսին, Միկիչը, Գալով։ Ամենը մեր սիրելի որդի Գիգոր։ Ահա իմացած լինես,
որ տեղները շատ նեղան, և կարճ է, սաստիկ ուզում ափով, չենք ճարում, և նա նոզանի տքլոր են, տեղները շատ նեղան, Գիգոս ջան, մի քանի ման էդ փող էր գին, և մի գիղ էր գին, քո որպիսությունից էր, և իմացած լինես, որ ծաղիկը սատկեց, և տեղները շատ նեղան։ Մարդուն պետք է սիրել կենդանի ժամանակ, եկեք լինել բարի, յուրաքանչյուր սիրիկորը արժանի է սիրո։ Պետք չէ անցնել անտարբեր, բարությունը սկսվում է հենց մեզանից։ Յուրաքանչյուր անգամ ինչ-որ բացահայտում ենք ունենում, շատ ուրախ է մեզ դիվանջակ ձեր տանը, բոլորինը շատ լավն էր, բայց փոխարինել հատկապես տպավորեց Սունանինը, Կարայինը արդեն ասել ենք մենք նշել ենք, Իգորի կերպարն են շատ լավ էր ընդրված, դրանպես ստեղծագործության և խաղի մեծությունը տանում են նրան, որ այդ հույզերը կոմոդ արտանում է, եթե արտալուց կամ բեմադրության ժամանակ այդ ամեն ինչը զգում ես, երբ Պետրոսյանը արտասվում էր։ Ուրեմն իմ կարծիքով չգիտեմ ես պրոֆեսիոնալ չեմ, բայց էլ եմ գրգռվում դերասանական այդ պրոֆեսիոնալներից ձեր խաղը եթե ոչինչով չի տարբերվում, շատ արժեք, Աննա ջան, դու շատ արվես, ծնողներ ջան, բոլորը, որ համագործակցում եք, ստեղ լավ երեխեք եք տվել և մի բաներ եմ ուզում ասեմ, հենց բեմադրության սկզբում դժվար ժամանակների միջով մենք բոլորս ենք անցել, նույնիսկ մեր ծնողների պատմությունը ես հիշում եմ, թե ինչ պայմաններում են իրանք դպրոց գնացել և սովորել, և այսօր էլ, երբ որ չափորոշիչ դառնում ես, ասում եմ ուսուցիչը ոչինչ չի սովորեցնում, ինքը ուղղակի սովորեցնում է սովորել, և դպրոցին միայն թողնել այդ ամեն ինչը սխալ կլինի և ձեր կողմից, և սիրելի աշակերտներ, ձեր կողմից։ Պետք է գնանք համառորեն ձեր նպատակների հետևից և դրա համար պետք է որ շատ բան դուք ինքներդ և իննակրթվելը և դաստիարակության հետ կապված հարցերը մանավանդ այս տարիքում հետևություններ անել և սովորել ինչու՞ չէ ձեր սխալների դիմացինի սխալի կամ յուրաքանչյուր այս միջոցառման և դասի արդյունքում։ Իննակրթությունները շատ կարևոր և մի կարևոր բան է, որ եկել է Թումանյանից առաջ էլ այսօր էլ վերաբերմունքը, նորից դուք ասեցիք, որ միայն այդ տղայի պատմությունը չէր, հասարակության վերաբերմունքի մասին էր, և աներևույթ շատ բաներ, որ թվում են այդպես է, իրականում այդպիսին չէ, Կիկորը ոչ թե արդեն հասել էր այն աշխարհի, որ նախանձեին, այլ շատ վատ վիճակում էր, այն ուղղակի պետք էր հասկանալ, զգալ և